Այսօր հավատում եմ այն խոսքը, որ խոսելու եմ քո համար է։ Կողքինիդ համար չի, քո համար է։ Ամեն։ Կիսուրիդ համար չի, կեսրարիդ համար չի, քո համար է։ Երբ որ մենք կարդում ենք Աստծո խոսքը մեր համար է ու մեր մասին է։ Տենց է թե չէ։ Երբ որ մենք կարդում ենք սիրո գլուխը, մենք ասում ենք սեր այսպես պիտի լինի, այսպես ու պատկերացնում ենք, թե Արտուրը մեզ ոնց է սիրում այդպիսի սիրով, չէ, դրա մասին գրած չի։ Գրած է, թե դու ինչպես պիտի սիրես քո կողքինին։ Այս խոսքը, որը որ ծնվեց սրտումս անցած կիրակի ծառայությունից հետո հոգնած, երբ որ գնացինք տուն, ասի երեկոյան մի քիչ նստեմ, մտորեմ Աստծո խոսքի շուրջ, մենք դրսում մի հատ նստարան ունենք, ով մեր տանը եղել է գիտի, ծառի տակ, ու արդեն մութը ընկնում էր, այն որ երկինքը մի քիչ արդեն մթնում է, ամենասիրածս ժամանակն է, նստել էի, մտածում էի, աղոթում էի, ու մեր դիմացը, որ նստում եմ այս նստանի, շենքա 4 հարկանի։ Ու այդ շենքից մի հատ աղավնի թռավ։ Աղավնին, որ թռավ, մի հատ փետուր թողեց։ Ու ես հեռվից նայում եմ, այս ու ծիծեռնակները հարցակվեցին, շատ հետաքրքիր տեսարան էր։ Ու չէին թողում, որ այդ փետուրը ընկնի գետնին, խաղում էին այդ փետուրի հետ։ Այս փետուրը սենց իջնում էր ու ծիծեռնակները խփում, հանում էին վերև, էլի իջնում էր, այն մյուսն էր խփում, այն մյուսը։ Մտածում եմ, ինչ կարա անի աղավնու փետուրը։ Մի հատ աղավնու փետուր գրավեց մոտավորապես 150-200 ծիծեռնակի, շատ էին։ Այն որ սենց տեսնում եք, այն որ երկինքը սևանում է ոնց որ։ Ու իրանք սկսեցին զբաղվել դրանով։ Հետո սկսեցի մտածել, բա ինչ կանի աղավնու թևերը։ Ու այդ մտորումների մեջ Աստված խոսք տվեց ինձ։ Նոր թևերի մասին։ Որ ինքը ուզում է ինձ ու քեզ նոր թևեր տա։ Գիտեք, երբեմն Աստված խոսում է իր խոսքի միջոցով, երբեմն Աստված խոսում է մի պատկերի միջոցով, իրավիճակի միջոցով, հա, երազի միջոցով։ Երբ որ մենք սահմանափակում ենք ասում ենք Աստված միայն այսպես է խոսում։ Դա սխալ է։ Աստված տարբեր կերպերով կարա խոսի։ Այսօր ես ուզում եմ խոսեմ նոր թևերից։ Ու ես այսօր մի քիչ խոսելու եմ հին թևերից։ Թևերից, որոնք որ դու ունես, բայց չես թռնում։ Ինքը կա վիզուալ, դու կարողանում ես շարժես։ Ու մենք կտեսնենք, թե ինչն է պատճառը, որ դու շարժում ես քո թևերը, բայց ոչինչ չի լինում։ Ու այսօր ոչ թե ես խոսելու եմ նոր թևերից, այլ ես այսօր խոսելու եմ այն, ինչ որ Տերը անում է, ու Տերը քեզ այդտեղ նստած նոր թևեր է տալու, որպեսզի դու ճախրես։ Որպեսզի դու ճախրես, չմնաս տեղ, այլ բարձրանաս վեր։ Հալելույա։ Աղոթենք։ Տեր Հիսուս, քո տունը, քո եկեղեցին քո առաջ է։ Ու մենք այստեղ ենք, Տեր, որպեսզի դու մեզ նոր թևեր տաս։ Դու ուզում ես մի բան անես քո տան մեջ։ Մի գործ գործես քո տան մեջ։ Սա անհատական է, Տեր։ Սա դու անում ես ամեն մեկի համար յուրահատուկ, Տեր։ Շնորհակալություն, որ դու այսօր նոր թևեր ես տալու մեզ, Տեր։ Նոր թևեր ամեն մեկից, Տեր, որ մենք ճախրենք վեր։ Շնորհակալություն, Տեր, քո թևերի համար, որով դու ծածկում ես մեզ։ Շնորհակալություն, Տեր, որ դու մեզ նոր թևեր ես տալիս, որ մենք կարողանանք բարձրանանք, ճախրենք ու նայենք վեր, Տեր։ Ու շնորհակալություն քեզ, որ դու մեզ ցույց ես տալիս այն թևերը, որոնք որ մեզ պահում են գետնի վրա։ Մենք քո կարիք ունենք այսօր, Տեր Հիսուս,
Մենք նոր փետուրների, նոր թևերի կարիք ունենք Տեր։ Մենք ճախրելու կարիք ունենք Տեր, ոչ թե երկրի վրա քայլելու ման գալու, այլ երկնքում ճախրելու Տեր։ Ու մենք ուզում ենք երկինքը Տեր։ Մենք ուզում ենք այն ինչ որ երկնքում է Տեր։ Մենք ուզում ենք այն ինչ որ երկնքում է երկրի վրա Տեր։ Որովհետև քո խոսքն ասում, թող լինի այնպես, ինչպես որ երկնքում է։ Աստծո օգի աղոթում եմ, որպեսզի դու այսօր քո գործը գործես մեր կյանքում Տեր։ Աղոթում եմ, որպեսզի դու այսօր կառուցես Տեր նոր թևեր։ Տաս մեզ, ձևավորես Տեր, եւ դա ձևավորես մեր ներսում, որը մեզ երբեք ու երբեք չի իջացնի երկիր, որը մեզ կպահի երկնքում, որը մեզ թույլ կտա, որ մենք սավառնենք երկնքում։ Հիսուսի փառավոր անունով։ Ամեն։ Հալելույա։ Զգացել եք, մենք բոլորս Գուրգենից մի քիչ ամաչում ենք։ Ինչ է խոսում Աստվածաշունչը թևերի մասին։ Առաջի բանը, ես չեմ ուզում այսօր շատ երկար խոսեմ, բայց խոսեմ մի փոքր մանրամասն, որ դու հասկանաս, ինչ է խոսում Տերը թևերի մասին։ Առաջի բանը, ես որ նկատեցի, Աստված խոսում է քերովբեների թևերից։ Մարգարեները հետաքրքիր կարդում էի, ասում եմ, Տեր, այսօր չեմ տեղավորվի։ Էդի հետո կխոսեմ, բայց Տերը բացում էր այն հրեշտակներին, ովքեր իրար թևերով, իրար կպած, ձեռքերով, ամեն մեկը իր առաջն էր գնում, մեկը մեկին չէր խանգարում, բայց մի բան, որ նկատեցի, Աստված իր թևերով ինձ ու քեզ պահում է։ Մենք այսօր շատ Աստծո խոսքեր կնայենք, շատ կկարդանք, ես քիչ կխոսեմ։ Եթե հիշում եք 10 պատվիրանները, երբ որ Մովսեսը իջացրեց ու տեսավ ժողովրդի մեղքը, որ կռապաշտության մեջ էին, ինքը խփեց ու կոտրեց։ Երկրորդ անգամ, երբ որ բարձրացավ ու Աստված այդ 10 պատվիրանները տվեց, Աստված ասեց սպասի։ Առաջի 10 պատվիրանները Մովսեսը պահել էր, որ ժողովուրդը տեսնեին, բայց երկրորդ անգամ Աստված ասեց չպահես, տար, դիր, ուխտի տապանակի մեջ, որտեղ որ քերովբեները իրանց թևերով քավություն են անում։ Պատվիրանքը առանց քավության սպանում է։ Ու Աստծո խոսքը ասում է Ելից 25-ում, քերովբեները վերևից տարածած Ելից 25-20 պիտի լինեն թևերը, իրենց թևերով ծածկելով ուխտի տապանակի կափարիչը, նրանց երեսները միմյանց հանդիման թող լինեն եւ քերովբեների երեսները դեպի կափարիչը լինեն։ Կափարիչը կդնես տապանակի վրա վերևից, իսկ տապանակի մեջ կդնես այն վկայությունը, որ քեզ պիտի տամ։ Ես քեզ կհանդիպեմ այնտեղ եւ քավության վրայից վկայության տապանակի վրա գտնվող երկու քերովբեների մեջտեղից քեզ հետ կխոսեմ այն ամենի մասին, ինչ պատվիրել եմ քեզ Իսրայելի որդիների համար։ Առաջի բանը քերովբեները իրանց թևերով ծածկում էին պատվիրանները։ Ու Աստված կասի քեզ Սաղմոս 17:8-ում, նայեք ինչ ասում Դավիթ թագավորը, պահիր ինձ աչքի բիբի պես եւ քո թևերու շուքի տակ ծածկիր ինձ։ Աստծո թևերի շուքը ինձ ու քեզ ծածկում է։ Ես միշտ ասում եմ, Աստված, որպես հայր, որպես պապա, եւ քո ճշտի տերն է, եւ քո սխալի տերն է։ Ինքը երբ որ սխալ ես անում, չի ասում կորի դավաճանի մեկը, գնա մեռի։ Դու կասես, բա ինձ կրոնը տենց է սովորացրել, էդի կրոնն է տենց անում։ Մի անգամից քարա վերցնում, որ խփի։ Հիսուսը ծածկում է։ Աստված իր թևերով ծածկում է մեզ։ Ուզում եք ցույց տամ։
Դու կարաս ասես, որտեղ եմ ես դա տեսնում Աստծո թևերը։ Հովհաննես 8-րդ գլուխ։ Փարիսեցիները բերում են շնացող կնոջը, Հիսուսը իր թևերը փռում է այդ կնոջ վրա։ Ինչ անում Հիսուսը, ցույց է տալիս հոր թևերը։ Ինքը չի ասում, հետո լավ ես արել, գնա էլի արա։ Ինքը ասում է, ես էլ քեզ չեմ դատապարտում, գնա ու այլևս մեղք մի գործի։ Մինչև դու չտեսնես, որ Աստված իր սիրո թևերը փռել է քո վրա, դու չես ազատվի ոչ մի մեղքից քո կյանքում։ Հալելույա։ Երկրորդը Սաղմոս 61:4 Ես հավիտյան պիտի բնակվեմ քո խորանում, հավիտյան պիտի ապավենեմ քո թևերի ծածկույթին, ծածկոցին։ Սկզբից Դավիթը ասում է, որ դու քո թևերով ծածկում ես, հետո Դավիթը ասում է, իմ մասը էսա, որ ես հավիտյան ապավինեմ, որ դու քո թևերով ինձ ծածկում ես։ Երբ որ իրավիճակ է լինում, ոչ թե դու պիտի խառնվես իրար, որ հեսա աշխարհը քեզ կուլ կտա, այլ դու պիտի ապավինես, որ Աստված իր թևերով քեզ ծածկում է։ Ես այսօր ուզում եմ ցույց տամ, որ Աստված իր թևերը փռել է քո վրա սիրելիս։ Ինքը ծածկում է քեզ, ինքը պաշտպանում է քեզ, նույնիսկ եթե դու չես տեսնում ու չես հասկանում։ Մեզ թվում է իրավիճակները այնպիսին են, որ հեսա մեզ կուլ կտան, բայց դեռ ոչ մի Աստծո զավակ իրավիճակների ճնշումից չի մահացել։ Չի եղել այդպիսինը։ Դավիթը ասում է, երեխա էի մեծացա ու չտեսա արդարին, ձեռքից ընկած ու իր զավակին հաց մուրալուց։ Չտեսա, չկա տենց բան։ Ինչի, որովհետև արդարը ապավինում է իր տիրոջը։ Ինչի եմ ես այսօր ուզում խոսեմ Աստծո թևերից, որովհետև ամենակարևորը այն է, որ դու հասկանաս, որ կյանքում ինչ իրավիճակով էլ անցնես, ինքը որպես հայր ծածկում է քեզ իր թևերով։ Ամեն։ Մենք այս մասին քիչ ենք խոսում։ Մենք ավելի կենտրոնացած ենք մեր վրա, մեր գործերի ու պատժի, քան նրա թևերի ծածկոցի վրա, քան իր ծածկոցի վրա։ Աստծո խոսքը, որ ասում է, բարձրալի ծածկոցի տակ բնակվող այդ ինչ է, եթե ոչ իր թևերով քեզ ծածկելը, եթե ոչ իր ներկայությամբ քեզ ծածկելը, եթե Տերը քեզ ծածկած չլիներ, վաղուց արդեն քո թշնամին քեզ սպանած կլիներ։ Եթե Տերը այս աշխարհը ծածկած չլիներ, վաղուց արդեն թշնամին մարդկությանը վերացրած կլիներ։ Դու կասես, ես տեսնում եմ այս անօրենությունները, պատերազմները, եթե չհասկանաս, որ Աստված իր թևերով ծածկել է, ու եթե տենց չլիներ, վաղուց սատանան մարդու թշնամին բոլորին կվերացներ։ Եթե չի կարողանում, ուրեմն կա մեկը, որ ավելի զորավոր է, ով ծածկում է, եւ քեզ որպես իր զավակ, եւ ամբողջ մարդկությանը իր սիրով։ Հալելույա։ Նա քեզ կծածկի իր փետուրներով, նրա թևերի տակ ապահով կլինես, նրա ճշմարտությունը վահան ու զրահ է, չեմ ասես, որտեղը գրած, դու պիտի անգիր իմանաս Սաղմոսը։ Հալելույա, ամեն, նա կծածկի քեզ իր թևերով, իր փետուրներով, հասկանում եք չէ, որ Աստված փետուրներ չունի, հասկանում եք չէ, որ սա ալեգորիա, բայց ինչքան է գեղեցկացնում, որպեսզի մենք հասկանանք, որ Աստված ծածկում է մեզ իր թևերով։ Երբևիցե տեսել ես թռչուն, որ անձրևի ժամանակ իր փետուրներով իր ձագուկներին, իր ձվերը ծածկում է։ Աստված այդպես է քեզ վերաբերվում։ Դու կասես, ես չեմ զգում, կապ չունի դու ինչ ես զգում, կապ ունի ինչ ասում Աստծո խոսքը։
Բա ո՞նց անեմ, որ զգամ։ Սկսի հավատալ այն խոսքին, որը որ գրված է քո համար, ու կսկսես զգալեն, ինչպես Աստված քեզ վերաբերվում։ Երկրորդ բանը, որ ուզում եմ խոսեմ, սա Եսայի 40-ն էլ կարդամ։ Ահա Տերը 40:10, ահա Տեր Աստված, որ գալիս է զորությամբ, նրա բազուկը իշխում է իր համար, ահա նրա վարձքը իր հետ է եւ նրա հատուցումը իր առջև։ Բազուկը իշխում է, վարձքը իր հետ է, հատուցումը իր առաջ է, բայց քո համար հովի նման նա հովվելու է իր հոտը։ Աստծու համար գրած է Եսայի 40:11, հովի նման նա հովվելու է իր հոտը, իր թևերի մեջ է հավաքելու գառներին, իր գրկում է կրելու նրանց եւ հանդարտորեն քշելու է նրանց կաթնատուներին, ոչ թե կաթնասուններին, սրանք երկու տարբեր բառ են։ Ինչ անում Աստված, իր թևերով ծածկում։ Օ Տեր, ես ուզում եմ քո նման լինեմ։ Սովորի ծածկել։ Սովորի թևերդ փռել են փոքրերի վրա, ում ծառայում ես։ Թե Տեր, ես խմբակում մի հոգի ունեմ, ինքը ախր սենց միշտ հակառակվում է։ Արի փրթենք իրան։ Արի ծածկենք իրան, արի սիրենք, որովհետև Տերը հովվում է կաթնատուներին, ոչ թե կաթնասուններին։ Գառը, այծը կաթնատու են, գայլը կաթնասուն է։ Ես ինչ այծա, բայց Տերը հովում է։ Արի կոտոշները կոտրեմ, չէ, արի ծածկենք, արի սիրենք։ Իրան կկոտրվի, հալելույա։ Մեր գործը փռելն է, մեր թևերը, ոնց որ մեր հայրն է անում։ Մեր գործը սիրելն է, սիրելի տնային խմբակի ավակներ, ձեր գործը սիրելն է, ձեր գործը ծածկելն է, ձեր գործը աղոթելն է, ձեր գործը ձեր թևերը փռելն է։ Հալելույա։ Եվ գառների վրա, եւ գառնուկների, եւ այծիկների վրա։ Չէ, ես ուզում եմ այծերին մորթեմ մի անգամից, էլ ինչ հովի, որ մի հատ գառ ճուտի, գոնե շաբաթը մի գառ ճուտի։ Չէ, ես այդ եկեղեցին չի, մենք գառ չենք ուտում, դուք ասես մենք ինչ ենք ուտում, գալ որը լինի հավեսով կուտենք, բայց գառ չենք ուտում։ Ես վերջերս անգերներիցս մեկի հետ խոսում եմ, ասում են, որ գրած է, որ գրած է, սիրեք ձեր թշնամիներին, ասում է, ոնց պետք է սիրեմ, կարող է ոնց որ գայլը գառին է սիրում, ասում է, ես գայլը գառ սիրում է, չէ, ասում է, կարող է Հիսուսը էտային նկատի ունեցել, սիրեք, արի մի հատ քեզ սիրեմ, իմ թշնամի, ասում եմ, չէ, էդ չի, ասում է, հեն էլ է սիրել, ասում է, ոնց է իմ երեխեն մարուժնի սիրում, կարող է ես տենց պիտի սիրեմ իմ թշնամիներին։ Ասում եմ, որ գնանք երկինք կհարցնենք։ Երկրորդ բանը, որ ուզում եմ խոսեմ, այսօր 3 բանից եմ խոսելու, սիրելիներս։ Մեկից խոսեցի, Աստված իր թևերով ծածկում է քեզ։ Երկրորդը ուզում եմ խոսեմ այն թևերի մասին, որը որ քեզ թռնել չի տա։ Ինքը թև է, բայց Աստվածաշունչը խոսում է, դու կարաս սենց անես, բայց դու մնալու ես երկրի վրա։ Ու երրորդը խոսելու եմ արծվի թևերից ու աղավնու, որ Աստված քեզ ու ինձ տալիս է։ Աստված մեզ միայն չի տալիս արծվի թևեր, որ սավառնենք, Աստված մեզ տալիս է աղավնու թևեր, որ խաղաղության մեջ սավառնենք։ Աստվածաշունչը շատ թևերից է խոսում։ Երբ որ ես խոսում եմ,
կենթանուց ես մարդուն կենթանու չեմ նմանացնում, մի սեր Աստծո։ Աստվածաշունչը խոսում է ագռավի թևերից։ Երբ որ Նոյը ագռավին ազատություն տվեց, ագռավը գնաց, էլ չեկավ։ Աղավնին էլ ուներ ազատություն, գնաց ու եկավ։ Հետո երբ որ երկրորդ անգամ աղավնին բացեց իր թևերը, արդեն իր բերանին ձիթենու ճյուղ կար, որը որ խաղաղության խորհուրդն է։ Կար մի տեղ, որ ինքը նստել էր, Աստծո խոսքը ասում է, որ Հիսուսն է այդ ձիթենին, որի վրա մենք պատվաստվեցինք, ինքը նստած Հիսուսի վրա, ինքը Հիսուսից բարի լուր էր բերել։ Բայց ագռավը օգտագործեց իր թևերը, գնաց ու չեկավ։ Գիտես, երբ որ ազատություն կա, դու պիտի իմանաս այդ ազատությունը ճիշտ օգտագործել։ Այն մարդիկ, ովքեր տարիներ շարունակ ազատության մեջ չեն եղել, իրանք չեն իմացել ինչպես պետք է որոշում կայացնել։ Իրանց փոխարեն որոշում են կայացրել, ասել են արա, դու մի լարվի, որ մտածես, մենք կմտածենք, դու կանես։ Ոստեղ շատ կարևոր է, որ ես հասկանամ, ինչ թևեր ունեմ ես, երբ որ ինձ ազատություն են տալիս, այս թևերը, որ ես ունեմ, այս թևերը ինձ ուր է տանում։ Մենք ունեցանք մարդիկ, որ ազատության թևերը իրանց տարան, ու տարան, էլ չկա, ասում ես, այ քուրս, երբ որ չեք ասում, որ եկեղեցի չես գալի փրկությունդ կորցնում ես, դա չի նշանակում, որ պիտի չգաս։ Բայց երբ որ դու ունես աղավնու թևեր, իսկ եթե չէ, այսօր Տերը տալու է քեզ, ինքը քեզ միշտ հետ է բերում, ու բերանդ ձիթենի, ճյուղ, խաղաղություն, ու ամեն ասող չկա, գլխով արեք, սենց, հալելույա, Հոբ 39:13 Ջայլամի թևը ուրախ շարժվում է։ Միթե կհամարվի արագիլի թևի և փետուրի հետ։ Չէ։ Էլի թևա, էլի շարժում է, բայց դա իրան չի թռցնում։ Գիտեք, երբ որ ես խոսում եմ ծառայողներին ճիշտ ծառայելուց, ավակներ, փրեք ձեր թևերը ձեր անդամների վրա։ Դա չի նշանակում, որ անդամները ինչ ուզում է պիտի անեն։ Ու հաճախ հավաքվում են 3 թևերով, որոնք որ իրանց չեն թռցնում, ու սկսում են քննարկել իրանց ավակների որոշումը։ Սա ճիշտ արեց, սա սխալ արեց, այս էսպես պիտի լիներ, այն այնպես պիտի չլիներ, սա քեզ պահում է գետնի վրա։ Միայն պիտի կտրվեն այն թևերը, որոնք որ քեզ թռնել չեն տալիս, որոնք որ ջայլամի թևեր են, դու կասես բահավի թևեր, էդ էլ պիտի կտրվի։ Ինչի, որպեսզի Աստված քեզ նոր թևեր տա։ Հասկանում եք իմ ասածը։ Սիրելիս, եթե քո թևերը քեզ պահում է դեռ ստեղ, եթե դու ստեղ դեռ քննարկում ես ինչ որ մեկի սխալը, դա քեզ թռնել չի տալու։ Եթե դեռ այդ թևերը ճիշտ ու սխալ են անում, դա քեզ թռնել չի տալու։ Որովհետև Աստծո խոսքը ասում է մտածեք այն ինչ որ վերևում է, վերինները մտածեք, ոչ թե ներքևի բաները։ Աստված քեզ նոր թևեր է տալիս ու ասում է այս թևերը քեզ տանում են վերև, որպեսզի դու վերինները մտածես, որպեսզի դու մտածես Աստծո ներկայության մասին,
Որպեսզի դու մտածես մարդկանց փրկության մասին։ Ամեն։ Որպեսզի մենք մտածենք ինչպես անենք, որ երիտասարդները փրկվեն։ Գիտես, երբ է անգործություն գալիս, երբ որ նոր գործ կա, եկեք մեր թևերը շարժենք։ Բայց չես թռնում։ Հավաքվում ենք երեքով սուրճի շուրջ, շարժում ենք մեր թևերը, քննարկում ենք ով էր ճիշտ, ով էր սխալ, հաստատվում ենք, որ էս ինչը սխալ էր, մենք ճիշտ ենք, արքայության գործը կանգնում է, որովհետև ոչ ոք չի փոխվում ու չի փրկվում ու ինչ ենք անում, տարածում ենք բամբասանք, որը որ արքայությանը վնաս է։ Սրա համար սիրելիներս, երբ որ ես խոսում եմ ծառայողների մասին, ես ձեզ ջայլամի թևեր չեմ տալիս, հակառակը, Տերը այսօր նոր թևեր է տալու բոլորին, եթե թևերը շարժվել է ու դու չես թռել, այսօր ժամանակն է, որ ասես Տեր, ես թևեր եմ ուզում, որը ինձ վեր է տանելու, որը ավելի վեր է, քան մարդկանց գործերը, որը ավելի վեր է, քան մարդկային փոխհարաբերությունը, որը որ քո արքայությունը կառուցելու թևեր է։ Հալելույա։ Ու նոր այդ ժամանակ սկսելու ես մտածել քո հարևանի մասին, ով փրկված չի։ Նոր այդ ժամանակ սկսելու ես մտածել ինչ որ բան դնես սոցիալական ցանցում, որը որ կներկայացնի Քրիստոսին ու ինչ որ մեկը կտեսնի Քրիստոս։ Ամեն։ Աստված մեզ կանչել է իր գործը անենք ու ինքը մեզ դրա համար թևեր է տվել, սիրելիներս։ Երբ որ Աստված մեզ տեսիլք է տալիս, շուտով իմ սոցիալական ցանցերում կդնեմ։ Երբ որ Աստված քեզ տեսիլք է տալիս, ինքը քեզ այդ տեսիլքը կատարելու ուղղվածություն ու պլան է տալիս։ Չկա տեսիլք առանց պլանի։ Եթե ունես տեսիլք, որը որ մարդկանց փրկությունն է, Տերը քեզ նոր թևեր է տալու։ Եթե քո տեսիլքը ուրիշների սխալները տեսնելն է, արի չասենք, որ Տերը քեզ նոր թևեր է տալու։ Արի թող այդ տեսիլքը վերցվի քեզանից, նոր թևեր ուզի Աստծուց։ Հալելույա։ Եկեք հավաքվենք մի քանի հովիվով ու քննարկենք այն մյուս հարանվանության մի հովի, ով մեր նման չի։ Ինչքան էլ այդ ջայլամի թևերը շարժես չես թռնելու։ Եկեք աղոթենք են մեր աղբոր համար։ Ծնկենք ու աղոթենք։ Ուրիշ անելու բան չունենք։ Հալելույա։ Տեր ասում է դրա համար եմ նրանց հետ առակներով խոսում Մատթեոս 13:13 գորդ համարը կարակ չգրեք հիշեք Մատթեոս 13:13 ասում է դրա համար եմ նրանց հետ առակներով խոսում որ նայելով չեն տեսնում ու ականջ դնելով չեն լսում որ հասկանան գիտեք ինչի ինքը որոշել է չտեսնի ու չլսի սա որոշում է ես չեմ ուզում տեսնեմ ես չեմ ուզում լսեմ ու դրա համար եւ նրանցով է իրականանում Եսայի մարգարեությունը, որ ասում է շարունակ կլսեք եւ չեք հասկանա, անդադար կնայեք ու չեք տեսնի, որովհետեւ որոշել եք չհասկանալու չտեսնել։ Որովհետեւ այս ժողովրդի սիրտը կարծրացավ եւ իրենց ականջներով ծանր լսեցին եւ իրենց աչքերը փակեցին, նայ իրանք էս արեցին։ Սա Տերը չի անում։ Ես այս խոսքը չի հասկանում, ինձ թվում է Տերն է իրանց սիրտը կարծած։ Ոչ, ասում է իրանք իրանց աչքերը փակեցին, իրանց սիրտը իրանք կարծրացրեցին, որ երբեք աչքերով չտեսնեն, ականջներով չլսեն ու ես նրանց չբժշկեմ։ Այսինքն Տիրոջ փափագն է, որ այսօր դու քո սիրտը բացես, որ այսօր քո աչքերը բացես, որ այսօր քո ականջները բացես լսելու, փոխվելու։ Դու կասես Տերը չի կարա ստիպի, ինքը չի ստիպում։ Իսկ Տերը չի կարա ասեն ստիպի ինձ, որ ես իրան հնազանդվեմ, դա հնազանդություն չի։
Էդի դեսպոտությունն է։ Բայց որոշումը ծնվում աստեղից, Տեր։ Ես չեմ ուզում այս թևերը, որոնք ինձ պահում են երկրի վրա։ Ես չեմ ուզում ճիշտ ու սխալի թևեր։ Ես չեմ ուզում սրա հետ շփվել, սրա հետ չշփվելու թևեր։ Ինձ նոր թևեր դու։ Ես ուզում եմ ճախրեմ վերև։ Իմ թևերը ինձ ոչ թե տանում են հորիզոնական, այլ ուղղահայաց։ Ես թևեր չեմ ուզում, որ միայն աչուձախ անեմ։ Այդ թևերը ունեմ, իմ ոտերն էլ են միայն աչուձախ անում։ Ես ուզում եմ թևեր, որը ինձ վեր է հանում։ Որը ինձ վեր է հանում, ու Տեր ասում է, ես ունեմ քո համար այդ թևերը։ Ամեն։ Հալելույա։ Սաղմոս 68:13 Երբ հանգստանում եք, մագաղատեղում աղավնու թևերը փայլում են արծաթով, եւ նրանց փետուրները դեղին ոսկով, Սաղմոս 68:13 Աղավնու թևերը փայլում են արծաթով պատած, ու նրա փետուրները դեղին ոսկով։ Մի հատ աղավնու փետուր հավաքեց հարյուրավոր ծիծեռնակների։ Մի հատ աղավնու փետուր։ Ես ուզում եմ այս ալեգորիկ ասեմ, երբ որ քո թևերը խաղաղության թևեր են, երբ որ դու մի հատ էսպես ես անում քո թևերը, մի հատ փետուր ընկավ, 100-150 հոգի կենտրոնանալու է այդ խաղաղության վրա։ Իրանք զբաղված են լինելու այդ փետուրով, սև ծիծեռնակներ, կենտրոնացած մի սպիտակ փետուրի վրա։ Մամայինք արդեն պատկերացնում են այդ աղավնին որտեղից է թռել, որտեղ մեր շենքի կողքը աղավնիներ են պահում։ Ես չէի պատկերացնում, որ աղավնու փետուրի վրա կարելի է քարոզել։ Բայց մի փետուր, մի խաղաղության փետուր, որը կընկնի քեզանից, կհավաքի հարյուրավոր սև ծիծեռնակների այդ խաղաղության վրա։ Կենտրոնացումը խաղաղության վրա, կենտրոնացումը երկնքի վրա։ Ու միշտ երբ որ աղավնին գալիս է, իր բերանում ձեթենու ճյուղ կա։ Ինչի հենց աղավնու տեսքով, Սուրբ Հոգին ինքը աղավնին չի, սիրելիներս, ինքը աղավնի չի։ Ինքը աղավնու տեսքով ուղղակի եկավ, մարդիկ տեսան աղավնի, որտեվ չկար տեսանելի ոչինչ, որ կարողանային տեսնել, բայց ինչի հենց աղավնի, որտեվ ինքը խաղաղության հոգին է, որտեվ ինքը քաղցրության հոգին է, ու Տեր այսօր քեզ տալիս աղավնու թևեր, սիրելիս, որ քո թևերից ընկած փետուրը ոչ թե կռիվ, բամբասանք ու չարախոսություն գրգռի, այլ քո թևերից ընկած փետուրը հավաքի շատերին խաղաղության ու Աստծո գործի վրա։ Ուզում ես այդ թևերից։ Հալելույա։ Ես էլ եմ ուզում։ Առակաց 3:5 Գեղամ ջան, որ խնդրեմ կգաս։ Աստծո խոսքը մի բան է ասում, ես այսօր չեմ ուզում կենտրոնանանք հարստության վրա, Առակաց 23:5 ասում է, աչքերդ կսևեռես հարստության վրա, բայց արդեն այն չկա։ Այն իր համար թևեր է շինում եւ արծվի պես երկինք է թռչում։ Այսօր ոչ թե ուզում եմ շեշտը դնեմ հարստության վրա, այլ արծվի թևերը քեզ միայն երկինք են տանում։ Միայն երկինք են տանում։ Մեզ պետք է ոչ միայն աղավնու թևեր, այլ նաև արծվի թևեր։ Արծվի թևերը քեզ հանելու է վեր, որ դու վերևից տեսնես ամեն բան, երբ որ դու ստեղ ես, ստեղից դու մենակ մի կողմն ես տեսնում, վերևից դու տեսնում ես ամենը։ Աղավնու թևերը քեզ թույլ է տալիս խաղաղության մեջ գործես։ Հալելույա։ Բայց Տիրոջ ապավինողները կնորոգվեն ուժով, արծիվների պես թևերով վեր կսլանան, կվազեն ու չեն օգնի, կկանգնեն ու չեն նվաղի, չեմ ասի որտեղ է գրած։ Գնացեք փնտրեք գտեք։
Ինչով, ինչպես արծվի թևերով։ Ովքեր Տիրոջն են վստահում։ Տիրոջը ապավինողին Տերը տալիս է իր թևերը։ Այս վերջերս իմ տղան ինձ հարցնում ասում է, պապա, արծիվն է ուժեղ, թե առյուծը։ Ես ասում եմ, տղես, նայ, արծիվը ինքը երկրի վրա է թագավոր կենդանիների, առյուծը։ Արծիվը ինքը երկնքում է թագավոր։ Ու սկսեցի մտածել, ինչի առյուծ ու արծիվ։ Ինչի թևերը արծվի, բնավորությունը առյուծի։ Ինչի Աստված ուզում է, որ մենք արծվի թևեր ունենանք։ Որովհետև այդ թևերը ինձ վերև է տանում։ Հալելույա։ Աստծո խոսքը ասում է Հայտնության գրքում, որ 12:14-ում ասում է, եւ այն կնոջը արծվի թևեր տրվեց, որ ինքը գնա անապատ։ Կինը վերջին օրերի եկեղեցին է։ Զավակը, որ պիտի ծնի, սա վերստին ծնված հավատացյալն է։ Աստծո խոսքը Հայտնության մեջ Հովհաննես առաքյալի միջոցով ասում է, որ վերջին օրերում իմ եկեղեցուն ես թևեր եմ տալու, արծվի թևեր, դա հավի թևեր չի, դա ջայլամի թևեր չի, դա արծվի թևեր է, որը որ եկեղեցուն հանելույա վեր, սա մարգարեական ուղերձ է իմ ու քո համար, որ եկեղեցին վերջին օրերում, այսինքն հիմա Տերը ուզում է, որ մենք արծվի թևերով վեր սլանանք։ Տերը չի ուզում, որ մենք մնանք ստեղ հարցեր լուծելու։ Տերը ուզում է, որ մենք վեր նայենք։ Այդ թևերը ինձ վեր են հանում։ Թշնամին ամեն ինչ անում է, որ քո հայացքը ներքև լինի։ Ինքը քեզ կբերի դեմոնստրատիվ քո կողքինի սխալները։ Ալե, հոպ, ու Շուշանը քո համար կատարյալ էր, մեկ էլ հանգարտ տեսար, այդ կարմիր հովհարը ծակա։ Ալե, հոպ, մեկ էլ կտենաս այն մյուս կողքինիդ սխալը։ Ինչի համար ասա, որ քո հայացքը ստեղ պահի։ Տեր այսօր քեզ նոր թևեր է տալիս ու նոր հայացք վեր նայելու։ Վեր նայելու։ Լիքը գործ կանելու։ Եթե քո հայացքը ստեղ է, դու ոչինչ չես անի։ Լիքը գործ կանելու, ժողովուրդ, մարդիկ մահանում ու դժոխք են գնում։ Լիքը գործ կանելու, մեր Տերը երկինք գնալուց առաջ ասեց, տղերք, աղջկերք, գնացեք ամբողջ աշխարհում ավետարանը քարոզեք։ Չասեց գնացեք հավաքվեք սուրճի բաժակի շուրջ ճիշտ ու սխալ արեք։ Իրարից խոսացեք, չէ, ասեց գնացեք ամբողջ աշխարհում ավետարանը քարոզեք։ Ու սովորացրեք։ Կամ ես հետ եմ անում, կամ սրանով եմ զբաղված, կամ նրանով, կամ արծվի թևերա, կամ ջայլամի, երորդ չկա, ինձ գործ են տվել, որպիսի իմ Տիրոջ գործը ինձանից խլեն, մեծ հանձնարարականը, իմ դեմը կուտ են գցել, որ ես նայեմ ներքև, որ վերևի փետուրը չտեսնեմ։ Ջալամը տեսնում է խնդիրները, այո, երբ մոտենում է այդ խնդիրը, որտեղ է իր գլուխը, ավազի մեջ։ Ինքը խնդիր լուծող չի, ինքը խնդիր տեսնող, խնդրից փախնող է։ Արծիվը տեսնում է խնդիրը, այո, որտեղից, հեռվից։ Իրա որսը ինքը հեռվից է տեսնում։ Ինձ հասկանում եք, մեզ ուրիշ թևեր են պետք։ Այդ թևերը ներքև չի իջացնում։ Այդ հայացքը վերևից է,
Ամեն աղոթքին ես ասում եմ, աղոթեք վերևից, գահից աղոթեք, ոչ թե ներքևից վերև աղոթեք, այլ վերևից ներքև աղոթեք։ Մարդիկ չեն հասկանում, ու Տեր ասում է, տղես իրանց արծվի թևեր տուր։ Մինչև դու չունենաս արծվի թև, դու չես հասկանա ինչա վերևից ներքև նայելը։ Դու միշտ ներքևից վերև կնայես, ոնց են արծիվները ճախրում։ Վերևից ներքև խնդիրները չի երևում, փոքր է։ Վերևում ազատություն է։ Վերևում դու ու Տերն ես, ոչ թե դու Տերը, մեկ էլ Շուշանը իր խնդիրներով, Շուշան ջան, այսօր դու ես ձախից տակ։ Վերևում դու ու Տերն ես։ Վերևում դու չես որոշում որ կողմ, քամին որ կողմ տանում է դու այդ կողմ ես գնում։ Քամինը որոշում դու որ կողմ գնաս, դու ընդամենը բացում ես քո թևերը։ Այն եկեղեցին ով վերցրել է արծվի թևերը վերջին օրերի, ինքը չի որոշում ուր գնա, Տերն է իրան ասում ուր գնա, ինքը ընդամենը բացում է իր թևերը, ու Տերը տանում է, որտև են քամին որ տանում է, դա Սուրբ Հոգու քամին է, ասում է դու չես որոշի ուր գնաս ինչ անես, այլ Հոգին կտանի քեզ, հալելույա, մեզ այս թևերն է պետք, Ջալամի թևերը ինչքան էլ բացվի, Սուրբ Հոգու քամին չի կարող իրան տանի, ոչ մի տեղ, որտև իր մարմինը ավելի ծանր է, քան իր թևերը։ Բայց երբ որ աղավնին է իր թևերը բացում, երբ որ արծիվն է իր թևերը բացում, քամին տանում է, ու ինքը ճախրում է, ամեն բանի վրա։ Աստծո խոսքը ասում է, որ մենք ամեն բանի վրա ենք, և ասում է, եկեղեցու իր մարմնի տակ դրեց ամեն բան, ինքը գլուխն է, ու իր ոտքերի տակ ամեն բան է, իսկ իր ոտքերը դա ով է, եկեղեցին։ Սա նշանակում ամեն բան պիտի լինի մեր ներքևում, իսկ մենք վերևում։ Թե ֆակտո, թե դե յուրե։ Դե յուրե այդպես է, թե ֆակտո ուր արծվիդ թևերը, որ բացես ու ինքը քեզ հանի վեր։ Եկեք կանգնենք ոտքի, եկեք վերցնենք այս երգը, ու դու հռչակի, որ Տերը քեզ նոր թևեր ա տալիս։ Դու խոսի, դու երգի, դու մի երգի, դու աղոթի, դու երգելով աղոթի, երկրպագությունը սա աղոթք է։ Սա գեղեցիկ երաժշտություն չի միայն, սա հռչակում է։ Ու հետո մենք իրար հետ կաղոթենք, որ Տերը քեզ նոր թևեր տա։ Որ մի օր տեսնելու եմ քեզ
երբ գաս քո փառքով Գիտեմ, որ մի օր նայելու եմ քեզ իմ այս աչքերով Գիտեմ, ուզում ես, որ քեզ հետ հավեր քո փառքը տեսնել Հույսով հավատամ, սիրո մեջ մնամ, քո խոսքը պահել Գիտեմ, որ մի օր տեսնելու եմ քեզ, երբ գաս քո փառքով Գիտեմ, որ մի օր նայելու եմ քեզ իմ այս աչքերով Գիտեմ, ուզում ես, որ քեզ հետ հավեր քո փառքը տեսնել Հույսով հավատամ, սիրո մեջ մնամ, քո խոսքը պահել Որ ճախրեմ ես մեր Ճամփան տեսներ դուր և գալիքը մեր Ու կա հանդիպում առանց բաժանում Ուր սերն է ապրում ու չի վերջանում Ինձ նոր թե վեր դուր որ ճախրեմ ես մեր Ճամփան տեսներ դուր և գալիքը մեր Ուր կա հանդիպում առանց բաժանում Ուր սերն է ապրում ու չի վերջանում Գիտեմ, որ մի օր շորներու եմ քեզ Հարավոր կերպով Գիտեմ, որ մի օր քո գրկում եմ ես լինելու սիրո Մի գանց կա միայն քո խոսքի ոսկին հոգուս պետք է դար Որ երբ ծառայի միշտ վերև նայի և ուրախանա Գիտեմ, որ մի օր օրնելու եմ քեզ հարավոր կերպով Դեր գիտեմ, որ մի օր քո գրկում եմ ես լինելու սիրո Մի գանց կա միայն քո խոսքի ոսկին հոգուս պետք է դար Որ երբ ծառայի միշտ վերև նայի և ուրախանա Ինձ նոր թե վեր դուր նոր ճախրեմ ես մեր Ճամփան տեսներ դուր և գալիքը մեր Ուր կա հանդիպում առանց բաժանում Ուր սերն է ապրում ու չի Գալիքը
հանդիպում առանց բաժանում Ուսեն է ապրում ու չի վերջանում Ինձ նոր թևեր դուր բնջակրեն ես Չամպած ես դուր և գալիքը մեր Կանդիպում առանց բաժանում Ուսեն է ապրում ու չի վերջանում Միատր իրար հետ ասենք ինձ նոր թևեր դուր դեր Ինձ նոր թևեր դուր բնջակրեն ես Չամպած ես դուր Չամպած ես դուր և գալիքը մեր Ուր կա հանդիպում առանց բաժանում Ուր կա հանդիպում առանց բաժանում Ուր սեր է ապրում ու չի վերջանում Ինձ նոր թևեր դուր բնջակրեն ես Չամպած ես դուր և գալիքը մեր Կանդիպում առանց բաժանում Ուսեն է ապրում ու չի վերջանում Ուսեն է ապրում ու չի վերջանում Հալելույա Անկախ նրանից ով է կտրել քո թևերը Միգուցե փոքր ես եղել քո ծնողն է կտրել քո թևերը քո ուսուցիչը քո բարեկամը Անկախ նրանից թե ովքեր են կտրել ձեր թևերը այսօր Տերը ձեզ նոր թևեր է տալիս Նոր թևեր որը որ թույլ չի տա որ դուք վայրեջք կատարեք որը որ ձեզ կպահի երկնքում Միգուցե քո հովիվն է կտրել քո թևերը Այսօր Տերը քեզ նոր թևեր է տալիս Նոր թևեր որպեսզի երկնքում մնաս Երկնքում Դու պիտի ուզես ես Քանի դու չունես այս թևերը դու միշտ հիշելու ես Երկրի վրա լինելով նրանով կտրել է քո թևերը Բայց է որ Տերը քեզ նոր թևեր է տալիս որը քեզ հանում ավելի վեր Արդեն դու ժամանակ չունես նույնիսկ մտածես նրանց մասին ովքեր կտրել են քո թևերը որտև նոր թևերը քեզ տանում է նոր տեղ նոր գործեր անելու արքայության գործ անելու Նոր թևերը քեզ տանում է մարդկանց փրկության մեջ Երկինքը երկիր բերելու մեջ Դու կասես ոնց մինչև դու չլինես երկնքում դու երկինքը երկիր չես կարա բերես Իսկ մինչև չունենաս նոր թևեր դու չես կարա լինես երկնքում Հալելույա Ուզում ես պիտի խնդրես Ինքս տեղա որպիսի անիսա գործիսա իմ ու քո մասն է կպնել իրան հավատքով Տեր Հիսուս Անկախ նրանից թե ով է կտրել մեր թևերը ով է կոտրել թևերը Մենք քո առաջ ենք Մենք քո առաջ ենք որպիսի նոր թևեր տաս Դու խոստացել ես որ այսօր օր լինելու որ դու քո եկեղեցուն նոր թևեր ես տալու Տեր Որ այսօր օր լինելու որ դու ամեն մեկին նոր թևեր ես տալու Տեր Արծվի թևեր որը որ մեզ կհանի վերև, որը որ մեզ կհանի երկինք ու աղավնու թևեր, որը որ մեզ գործել կտա քո գործը խաղաղության մեջ Տեր Մենք խնդրում ենք քեզանից Տեր Այն ինչ որ ուզում ես անես մեր հետ արա Տեր Մեզ նոր թևեր տուր որ կարողանանք ճախնենք Տեր որ կարողանանք գործենք քո գործը Տեր որ մեր հայացքը երկինք պահենք Տեր ու երկնքից գործենք Հալելույա Հալելույա Փառք ես Տեր
Հալելույա։ Ամեն։ Ինձ նոր թևեր դուր, որ ճախնեմ ես մեր, ճամփաներ դուր և գալիքը մեր, ու կա հանդիպում առանց բաժանում, որ զեր է ապրում, որ չի Գիտես ինչ պատկեր եմ տեսնում։ Երբեմն գնում ես Տիրոջ մոտ, նեղված, ուզում եմ կարողանաս տեսնես, Տիրոջը պիտի ճանաչես, որ ես տեսնես, իրավիճակից նեղված, քոյից սխալ են վարվել, և այլն, ու իրա մոտ ես քո բողոքով, Տերը ասում է տղես, աղջիկս, ախր ես իմ թևերով ծածկում եմ քեզ, դու շարունակում ես, Տերը ասում է տղես, աղջիկս, ախր ես քեզ նոր թևեր եմ տվել, թռի, ավելի վեր, քան այդ ամենն է, դու ավելի վեր ես, քան այդ ամենն է, հալելույա, բոլորը ինքն է, ծածկողը ինքն է, թևեր տվողը ինքն է, եկեք աղոթենք, որ մեր տեսողությունը մեր թևերի հետ մեզ վերև տանի, դուք ասես, հեշտ ահովիվ, դժվար է, 3 տարի, Սամվել աղբոր հետ, ձեր տեսողությունը հանում ենք վերև, թռնում եք, իջնում եք, գալի հանում եք, թռնում եք, բայց այսօր, և որ Տերը տակ ես նոր թևեր, ես ուզում եմ դու իրան ասես, ես էլ չեմ ուզում իշնեմ, ես իմը չի, քջուջը իմը չի, ամեն, վերևում մնա, թույլ մի տուր, որ իրավիճակները քեզ ներքև իջացնեն, թույլ մի տուր, մնա վերևում ապահով է, որտեղ վերևում իրա Սուրբ Հոգու քամին է քեզ ուղղորդում, ընտեղ դու հենարան չունես, դեղ ինքն է տանում քեզ, հալելույա Տեր, հալելույա, եկեք մնանք աղոթքի մեջ, միգուցե ուշ է, միգուցե շտապում ես, բայց Տերը դեռ չի վերջացրել են ինչ որ ուզում է, ամեն, հալելույա Հիսուս, Գիտեմ, որ մի օր նայելու եմ քեզ իմ այս աչքերով, Գիտեմ, որ մի օր նայելու եմ քեզ պարզ աչքերով, Գիտեմ, ուզում ես որ քեզ հետ հապետ քո փառքը տեսնել, հույսով հավատալ, սիրո մեջ մնալ, քո խոսքը պահել, Գիտեմ, որ մի օր տեսնելու եմ քեզ երկրածնով փառքով, Գիտեմ, որ մի օր նայելու եմ քեզ իմ այս աչքերով, Գիտեմ, ուզում ես որ քեզ հետ հավեմ քո փառքը տեսնել, հույսով հավատալ, սիրո մեջ մնալ, քո խոսքը պահել,
Գիտեմ, որ մի օր օրնելու եմ քեզ փառավոր կերպով Գիտեմ, որ մի օր քո գրկում եմ ես լինելու սիրով Մի գանձ կա միայն քո խոսքի ոսկին հոգուս պետք է դար Որ և ծառային միշտ վերև նայի և ուրախանա Գիտեմ, որ մի օր օրնելու եմ քեզ փառավոր կերպով Գիտեմ, որ մի օր քո գրկում եմ ես լինելու սիրով Մի գանձ կա միայն քո խոսքի ոսկին հոգուս պետք է դար Որ և ծառայի միշտ վերև նայի և ուրախանա Ասա ինձ դուր թևեր Ինձ նոր թևեր դուր որ ճախրեր ես ճամփան տեսներ դուր Եվ գալիքը ուր կա հանդիպում առանց բաժանում Առանց բաժանում Ամեն Աստված քեզ ծածկում է իր թևերով ու քեզ նոր թևեր է տալիս որ ճախրես Գիտես երբ որ դու վերևում ճախրում ես ու պտտվում ես նայում ես եւս մի արծիվ Ինչքան էլ դու իրան չես հավանում որտեվ ստեղ Կարող է սակոյն այդքան էլ չես հավանում Բայց երբ որ երկնքում ճախրում ես ու նայում ես սակոնն է ճախրում դու ասում ես վաու սակոնն է ճախրում Ինչի որտև նոր թևեր ունի Հալելույա Ամեն Ճախրեք ու չիջնեք ներքև Հիսուսի անունով Ամեն